Ժողովուրդներ ունեն տիպական հատկություններ, եւ երբ որ խորանում ենք հայ ժողովրդի հատկության մեջ, ի վերջո դա ապշեցնում է մեզ։ Ահա աշխարհի առաջին ասեղնագործությունը, ահա գորգագործությունը, ահա անգամ տեղ կարելու արվեստը, որը հասնում է հանճարի, ծաղկած խաչքարների այս բարձրագույն կուլտուրային, մշակույթին, մենք իհարկե Միքելանջելո չտվեցինք, քանդակագործությունը շատ բարդ բան է, բայց ես կարծում եմ, որ խաչքարի տեսությունը ետին, ասենք թե գեր բնականը տեսնելու, այսինքն ետ մահու իրավիճակը մարդու տեսնելու, որ նա մաս է կազմում փառավորված խաչի, ես դա համարում եմ ամենահանճարեղը։ Եվ հայ սիրելիներս, ինչ է սովորեցնում քրիստոնեական փիլիսոփայությունը մարդու մասին, հոգեբանությունը եւ դաստիարակությունը։ Մարդը պետք է աշխատի։ Եթե մարդը չի աշխատում եւ կարևոր է նաեւ ֆիզիկական աշխատանքը, կարող ես դու լինել մտավոր աշխատող, բայց ֆիզիկական աշխատանքը պետք է համատեղել։ Եթե մարդը ֆիզիկական աշխատանքի որևէ բան անելու ձգտում եւ կարողություն չունի, նրան համարում էին ծույլ եւ դա համարում է մահացու մեղք։ Հնում այդպիսիներին պահում էին, անգելանոց էր կոչվում, անպետքանոց, այսպես ասած։ Եվ այսինքն թե մարդ կարող է ստեղծել, տուն ես կառուցում, մեր հները միշտ դա արել են, կովերի նախիր ես պահում, հավ ես պահում, այգի ունես, եւ դա կոչվել է հարստություն, այլ հարստություն չափանիշ չի եղել մեզ համար։ Տպագրած փողը իրենից ոչինչ չէ ներկայացնում, հարստություն է հողը, հողը ծաղկեցնելը, եւ որ ժողովուրդը որ սա հասկացավ, նրանք մնացին, եւ իհարկե թափառական ժողովուրդները, ինչպես թուրքերը եւ մնացյալները, իրենց նմանները դա լավ էին հասկանում, դրա համար նրանք իրենց կյանքում սերունդներով ամեն ինչ ներդնում են ուրիշների հողերը խլելու, եւ այդ հողի գնահատականը մեր ժողովրդի մեջ չկա, այն ոչինչ չարժե մեր ժողովրդի համար, ցավոք սրտի։ Խրիմյան հայրիկը առանձին խրատ ունի այդ մասին, որ եթե հողդ ես կորցնում ես ամեն ինչ, պետք է սիրես հողը, բայց ահա հողն անգամ կողոպտվեց, թալանվեց Հայաստանում ջրի հետ եւ բնական բոլոր ռեսուրսների հետ։ Հիմա իմ ասելիքը այսօր դա է, այդ տղամարդը, որը չի աշխատում, նա ապրելու իրավունք չունի, գրված է դա, անգամ Ավետարանի Պողոս առաքյալի կողմից է ասվում դա։ Եվ այն կինը, որը իր պատասխանատվությունները չգիտի, իր ընտանիքի առաջ, ծնողների կամ ամուսնու կամ երեխաների, նա ավայլասերված է, նրան նրա մտքում ուրիշ հետաքրքրություններ կան։ Եվ այն մայրը, որ ընդունակ չէ, հաշտվելու այն մտքի հետ, որ իր որդին ավելի լավ է, եթե ապրում է, ապրի մեծ գաղափարի համար, եւ այդպիսի մեծ գաղափար է պաշտպանել հայրենիքը, վասնկրոնի եւ հայրենյաց, եւ եթե այս սրբազան պատերազմների մեջ քո որդին մեռնում է, դու դրանով նաեւ փրկում ես ինքդ քեզ եւ քո որդին մեռած չէ, որովհետեւ մեր քրիստոնեական բարոյականությունը ասում է, որ ահա քո հայրենիքի, քո սրբությունները պահելու համար, եթե դու զոհվել ես, դու դա արել ես տալու այդ ամեն ինչը փոխանցելու սերունդներին, ապագայի համար նաև, դա այնքան կարևոր է, եւ ես հիշում եմ, որ միշտ մեր մեծերը ասում էին, ահա մարդը պետք է ունենա մի քանի տղաներ, աղջիկները նույնպես իհարկե, այսինքն իր երեխաներից անպայման մեկին հաշվում էին, տղաներից մեկին որպես քահանա, Աստծուն տված, տղաներից մյուսին էլ որպես զինվոր, հողին դրված, այսինքն երկու երեխա են կորցնում։ Եվ այսօր երբ որ ես
շփվում եմ կաթոլիկ ընտանիքների հետ, նախ այդ ընտանիքները ամեն մեկը կազմված է ունեն 6-7-8 երեխաներ եւ կան ընտանիքներ հիմնականում 2-3 մինչեւ 4 կրոնավորներ կան կամ բանակում ծառայողներ, այնպես որ այդ քրիստոնեական մտածողությունը քրիստոնեական ավանդույթով ապրող ընտանիքների համար դեռ կենթանի է եւ դա շատ մեծ իմաստ ունի սիրելիներս։ Հիշենք, որ Ադամին թեկուզ եւ ամեցքի ձևով Աստված ասաց, որ դու ամեն ինչ կվաստակես քո ճակատի քրտինքով, բայց Քրիստոս դա դառնում է օրհնություն, որովհետեւ եթե դու օրնիբուն աշխատում ես պահելու քո ընտանիքը, դու ստանում ես այդ շնորհքը, փրկվելու շնորհքը, նույնն էլ կինը, նա ինքը իրեն հանձնում է այդ սարսափելի բռնությանը, սեքսի ակտը դա բռնություն է, կարող է կինը դա գիտակցել իր կուսությունը տալու երեխաներ ունենալու համար, բայց ի վերջո Աստված այդպես չէր սահմանել սկզբանե։ Եվ դա նույնպես ինքնազոհողություն է եւ երեխաներ բերելը արդեն սրբացնում է կնոջը։ Իհարկե երեխաներին պետք է դասիրակել 10 պատվիրաններով։ Նորից կաթոլիկ ընտանիքների երեխաների սենյակում 10 պատվիրաններ գրված կախված է պատից։ Նրանք դա տեսնում են, նրանք ընդունակ չեն ստելու կամ գողանալու կամ այն մանր բաների, թերությունների նաև կարող է լինել, որ մենք հանդիպում ենք շատերի մոտ, ես ինքս իմ փոքրիկ աղջկան այդպես եմ մեծացրել 10 պատվիրանները, իսկ երբ որ սկսեց արդեն կարդալ 7 տարեկանից նա արդեն ուներ իր կատեխիզմի դասագիրքը։ Այդպես պետք է լինի, սիրելիներս, դուք պետք է ներկայացնեք Աստծուն, Աստվածային սրբությունը երեխաներին, ոչ թե որպես ճնշելու նրանց ազատությունը, այլ նրանց դարձնելու ազնվագույն մարդիկ, եւ այդ ազնվությունն է, որ տալու է նրան ճիշտ ուղին։ Եթե նրան սովորեցնում ես ձախ գնալ, ճարպիկ լինել, ընկերոջից հետ խլել կամ ես ուղղակի զարմանում եմ, դա երբեք չի եղել մեր ժողովրդի մեջ։ Ես սովետի վերջին սերունդն եմ եւ կարող եմ ասել իմ դպրոցի աշակերտներին, ես հիշում եմ իմ դասընկերներին, ինչքան խելացի, խելոք, ես մեծ ինտելեկտուալ մարդիկ չէին, բայց նվիրված էին աշխատանքին եւ գիտեին ինչն է իրենց համար առաջնայինը դա իրենց տունը, իրենց տնտեսությունը ղեկավարելն է, այդպես պետք է լինի։ Եվ իհարկե ամեն ինչի համար տեսնում եք, երբ որ կարդում ենք 5 կտակարանը, ինչպես են այսինքն Աբրահամը եւ մյուսները ծաղկում, միշտ նշում է, որ Աստված օրհնեց նրանց եւ նրանք ունեցան մեծ կովերի նախիրներ, ամեն ինչով լիառատ այգիներ, այսինքն թե եթե դու դնում ես քո ջանքերը քո տնտեսության մեջ, Աստված օրհնում է դա։ Եվ Աստված օրհնում է նաև այդ մենեջմենտը երկիրը կառուցելու եւ այդ ժողովրդին կառուցելու իր լեզվով, իր քրիստոնեական սրբություններով եւ ահա դու մասնագետ ես, դու գիտես տան հարցերը լուծել, դու հրաշալի պահում ես քո տունը, հիմա էլ գնա հարևանիդ օգներ։ Նայեք տես, եւ դրա համար պետք է անել ուխտ, տղամարդիկ պետք է երթվեն Աստծո առաջ, որ թույլին անօգնականին օգնեն։ Դա է փաստորեն Եվրոպան կոչում է ջենտլմեն, դա ազնվականության առաջին հատկանիշն է դա։ Ազնվականության առաջին հատկանիշն է օգնել անկարողին, պաշտպանել թույլին։ Սա մեծագույն սրբություն է, դուք պետք է դա հասկանաք։ Եվ ես նորից եմ ասում, եթե կան անօրինական մարդիկ, որոնք հասարակությունը ծառայեցնում են իրենց քմահաճույքներին, այդպեսին պետք է գլուխ ջարդել, այդպեսին պետք է ոչնչացրած պահել բոլոր միջոցներով, առհամարանքով, անգամ դատական գործերով, որովհետև մարդը պետք է ունենա հարգանք բոլորի նկատմամբ եւ ծառայի բոլորին։ Եվ
փաստորեն ես նայում եմ հիմա որ հրաներ օրինակ իրենց շրջապատում ես շատ եմ եղել այսօր վիճում են մի բանի մասին նրանց վեճը հիմնականում ծայրահեղ այս օրթոդոքսների եւ ոչ հավատացյալներ կան նրանց մեջ շատ դրանց միջև այդպիսի կրոնական հարցեր կան նրանց մեջ բայց հաջորդ րոպեին նայում ես իրար են օգնում իրար կյանք են տալիս իրար դեմ երբեք չեն ելնում ունեն իրենց կարծիքը միայն այդքան բան իսկ հայ պարագայում նրանք պատրաստ են իրար սպանելու ու դրա համար վերանում են շատ ափսոսում եմ ես որտեվ գիտեք ինչ սովետական միությունը ճիշտ է ուներ իր միջև 60-ական թվականները դա մի սարսափելի տերություն էր բռնապետություն էր 60-ից հետո այդպես չէր եւ ահա նրանք կարողացան ստեղծել բարձր մտավորականություն, կուլտուրա, մշակույթ եւ ի վերջո այն հոգեբանությունը, որը մոտ է ազնվականությանը, ես հիշում եմ, որ ինչպես էր մեր քաղաքը Երևանը ծաղկում մաքրություն, ինչպես են ավազով լվանում այդ հրաշալի այդ ինքնատիպ շենքերը դա Երևանն էր եւ դա մեր հոգին էր ցավոք սրտի գյուղերը այդպես չէին պահում դեռ այն ժամանակ գյուղերը մանելիք չկար մարդ ուզում է սովորի մարդ ուզում է մասնակից դառնա եւ նրանք լքում էին գյուղերը գալիս էին Երևան սովորելու եւ շատ լավ մասնակիցներ էին դառնում իդեպ շատ բարձր կրթություն տվեց մեզ ես երբ որ իմ համալսարանի բանասիրական ֆակուլտետի տրանսկրիպտները այստեղ ներկայացրի իրենք համաձայնեցին, որ դա PhD-ի մակարդակ է տրամաբանություն, անտիկ քրականություն, լեզուներ, ֆրանսերեն, ռուսերեն, հին հայերեն, վիմագրություն, բանահյուսություն, այսինչ է, սա PhD-ի մակարդակ է, դոկտորական մակարդակ է սա, որ ապշում էին, և ես հիշում եմ, երբ որ նոր էի մտել, անգլերեն ես եկա այստեղ չգիտեի դեպ, երբ որ ես քոլեջում արդեն երկրորդ տարին էի սովորում էի անգլերեն, կար մենք ունեինք critical thinking, այսպիսի դաս կա, որը ի վերջո դա էլ է գրականության դաս, և դոկտոր Մյուլլերը շվեդացի կին է, շահագրություններ էին գրում, և ինքը ինձ ասեց, Աննա, դու ով ես, դու ունես երկրորդ լեզվի սինդրոմ, այսինքն իմ մտածողությունը իրենց գաղափարների մեջ չէր, և ինձ ասեց, ես ասացի, որ ես համալսարան ավարտած եմ Հայաստանում և նաև գրում եմ ինքս, և ինքը ինձ ասեց, նայր, եթե դու անգլերեն գրես, դու չփոխես քո մտածողությունը, շատ երբեմն խրթին է, բայց այնքան խորն է, և մակերեսային սա չէ, պահիր, just keep your second language syndrome, և ես դա հիշում եմ միշտ, երբ որ սկսեցի արդեն խորանալ իրենց լեզվի մեջ և նաև մտածել անգլերեն և գրել անգլերեն, ես հիշում եմ, որ այն ինչ որ ասենք թե կա այնտեղ մի նախադասություն, որը ես գրեցի, ինչպես ես մտածեցի, բայց ես գիտեմ, որ այս նախադասությունը կարելի է իրենց հավարի գրել այսպես, ես իրենց հավարի չեմ գրում երբեք։ Իսկ իմ բանաստեղծությունների մի բանաստեղծությունների գիրքը Crazy Lines կարծեմ այդպես է կոչվում, լրիվ համարած բառեր, գժական բառեր, արտահայտություններով, և դա ամենաշատ կարդացվող գիրքն է համարվում, ստանդարտից դուրս սիրելիներս, տուր ազատություն քո երևակայությանը, քո հասկացողությանը, քո դիտմանը, բոլոր իմաստներով, և մեծ գիտնականներն էլ այդպես են հասկացել անգամ տիեզերքը, տուր ազատություն քո մտածողությանը, քո ներքինը թող ինչպես լեռն է հրաբուխ ժայթքում, այդպես մարդու մեջ կա իր ինքնությունը, իր երեխաների մոտ հատկապես, ինչու երեխաները բոլոր լավ նկարիչներ են, որովհետև իրենք չեն նկարում այն ինչ որ տեսնում են, այլ նկարում են այն,
չեն նկարում այն ինչ որ կա, այլ նկարում են ինչ որ իրենք տեսնում են, եւ դա ճիշտ նկարագիր է, ավելի ճիշտ է, քան ռեալը։ Սրանից ես կուզենամ մեր ժողովրդին տեսնել էլի ստեղծագործող, որպեսզի կոշկակարը նորի կոշիկ կարի, լուրջ եմ ասում, ես զզվում այս չինական, երբ որ ես 32 տարի առաջ եկա Միացյալ Նահանգներ, կային Made in USA ապրանքները, որ շատ բարձր ազատ, այսպես մտածողության ստեղծագործական արդյունքներ են, բոլոր անգամ կոշիկները եւ հագուստները, եւ կամաց դա փոխվեց Made in China, որից ես խորշանք եմ զգում, բայց ինչ կարող ենք անել, այլևս չկան այստեղ մեր բրանդները, ամերիկյան չկան, եւ ինչքան լավ կլինի, բայց գիտեք ինչ, երբ որ ես գնացի Փարիզներ դա, Փարիզ չէր, Իտալիաներ պատկերացրեք, այո, Իտալիայում, մանր արհեստավորների այդ արտել էիք ասում, արհեստանոցները դեռ կան, պայուսակներ էին սարքում, հագուստներ էին կարում, հենց այդ տեղում, եւ դրանք շատ բարձր գներ ունեին, հազարավոր դոլարներ էին, ես հիշում եմ, ուզում եմ ես Հայաստանը տեսնել այդպիսին, շատ է ուտելիքը, ես հասկանում եմ հայերը շատ մեծ հեղինակություն ունեն լավ խոհանոցի, բայց դա բավարար չէ, դուք պետք է ավելի մանր արհեստավորների ձեր տաղանդը վերականգնեք, իդեպ, երբ որ դուք գնաք Իսպանիայի Տոլիդո քաղաքը, որը main cathedral-ը դա գալիս է միջնադարից, այնտեղ կար մի փողոց, որտեղ դարբիններ կային, եւ այդ դարբինները կռում էին, ասենք, միջնադարյան գործիքներ, սուր կամ հրացաններ, ես մնացել եմ ապշոց, նույն մոդելներ իրենք անում են, եւ կային հագուստների այս սրահները, որտեղ իրենց այդ ավանդական իսպանական հագուստները դրված էր եւ վաճառքի մեջ էր, այսպես պետք է լինի, սիրելիներս, դուք երբեք ձեր կապերը չպետք է խզեք ձեր անցյալի հետ, բայց նախ եւ առաջ պետք է մենք հասկանանք, թե այսինքն արաբների, թուրքերի գալուց հետո շատ հատկապես արևմտյան Հայաստանում քրդերի հետ ձուլման պահ եղավ շատ, բայց ես վերջերս նայում էի այդ մի հեղինակ անունը չեմ հիշում 16-րդ դարի, որը հայկական գյուղերի կանանց էր նկարում եւ նրանց հագուստները լրիվ եվրոպական հագուստներ էին 16-17-րդ դարում արևմտյան Հայաստանում, այսինքն ինչը պետք է վերականգնել հայ եվրոպական քրիստոնեական էությունը եւ առանձնացնել դա թուրքական, արաբական, մուսուլմանական, քրդական կուլտուրայից։ Ես գիտեմ, որ մենք չենք եղել նրանց հետ։ Մենք ինքներս ենք մենք մեր արվեստով ազդել, օրինակ եթե նայում ենք Արցախյան, Ղարաբաղյան կուլտուրան, ի վերջո բարելու այս ձևը փոխանցվել ադրբեջանցիներին, շատ բան, եւ շղթայական այդ պարը մեզ մոտ, ես չգիտեմ, եթե դա հայկական է, ինչա արևելյան Հայաստանում դա չկար, իսկում ավելի շատ դա քրդական ազդեցություն է, հիմա երաժշտությունը մաքրվեց Կոմիտասով, բայց պարարվեստը եւ հագուստների այս ձևերը ստայլը չի խառնաշփոթ է դեռ մի գավառը լրիվ տարբերվում է մյուս գավառից եւ ես շատ կուզենայի տեսնել Հայաստանը, Հայաստանը վերականգնել իր անցյալի լավագույնը, նաև ունենա, ես հիշում եմ անգամ այդ Երևանյան թանգարան կար, հնում պրոսպեկտի վրա, այդ փակ շուկայի դիմաց, որտեղ կար նաև այդ մեջիթը, եւ այդ սրահները ես միշտ գնում էի, չգիտեմ հիմա կա թե չէ,
բայց այնտեղ ցուցադրված էր հայ միջին բուրժուա ասենք այդ կարգի մակարդակի մարդկանց տունը իրենց հագուստների ցուցադրությամբ ննջասենյակի եւ այլն եւ ես անգամ լավ էին զգում որ դա մի կոնտակտ էր մեր անցյալի ազնվականների հետ եւ ցավոք սրտի նույն բաները չի պաշտպանվել գյուղերում եւ իմացեք որ դրանք եղել են արաբը եկավ թուրքը եկավ պարսիկը եկավ կեղտի մեջ կորած ոչիններով նա առաջի գործն էր ոչնչացնել հայ մշակույթը տները քանդել եկեղեցիները հավասարեցնել հողին եւ բռնաբարություն եւ այլն մնացածը գիտեք բայց սա մենք պետք է հիմա թողնենք անցյալում եւ մենք պետք է մտածենք լինելու հայ ազնվական հայ իսկ ազնվական հայը նորից եմ ասում ուխտի տակ է մտնում միշտ օգնելու թույլին եւ լինելու մարտիկ դա էլ շատ կարեւոր է խաչակրացը ամենաբարձր ուրեմն դիրքը հայերն ունեն խաչակրաց արշավանքներում որովհետեւ այն տղամարդը որը կռվելու սուր եւ կրակելու այս բացարձակ հմտությունը չունի նա տղամարդ չէ իսկ կարող եմ դա կրկնել ինչքան կուզեք տղամարդը ծնվում է կռվելու համար արդարությունը պաշտպանելու համար ոչ թե գանգեր կազմելու իրար դեմ թալանը կազմակերպելու գոհանալու համար եւ ժամանակն է սա հասկանալու ժամանակն է պատվով ապրելու հիշեք որ պատիվը մարդու պատիվը ամեն ինչից վեր է եւ հիշեք նաեւ որ մենք 100 տարի է ամեն ինչ ձախողում ենք բոլոր մեր պատերազմները եւ առաջին համաշխարհայինում երբ արևմտյան Հայաստանի ազատագրման պայքարը եւ Ղարաբաղի պայքարը ամեն ինչ ձախողվեց սրա պատճառը որն էր սրա պատճառը երևի դա էր որ ներսից տրոյական ձի է միշտ եղել եւ այդ կռվողները ինչպես Նապոլեոնն էր բոլորին ասում երթվեք որ դուք պիտի կռվեք այս հաղթելու համար երթվեք որ պիտի հաղթելու համար կռվեք միայն եւ ինչ էր նրա նպատակը այդպես էլ չգիտեմ այդ շատ հերոսական Եգիպտոսի գրավում օրինակ բացասակ հերոսական երևույթ էր բայց ինչու էին այդ զինվորները ֆրանսիացի ուզում Եգիպտոսը գրավել դա էլ ես չեմ կարող հասկանալ եւ վերջը կա արդար պատերազմի օրենք քրիստոնեությունը ունի այդ արդար պատերազմի արդար սրի օրենքը եւ դուք կարող եք ինքնապաշտպանվել նա ով որ օտարը գալիս է ձեզ վրա սրով կամ ոչնչացնելու ձեզ դուք պետք է նրան վերացնեք տեղում եւ չվախենաք ոչ մի բանից սա որ Աստված նայում է եւ գնահատում պաշտպանել արդարին միշտ կանգնել արդարության կողմը պաշտպանել թույլին քո հարստությունը մենակ չվայելես դա լինի հասարակությունը ամրացնելու համար ինչպես մանթաշողներն են իրենց հարստությունը ամբողջ դրեցին մտավորական կերտելու իսկ այսօր մեկը գալիս է այդ ինչ էր անունը դա ես իմ որ ռուսական պաշտոն ստանալու սա ինչ բան է վերջը ինչ է կատարվում հայ մարդու հետ եւ ես ինձ նման մարդ ինչ պետք է անի առհամարի այսօրվա հայությանը եւ փոխի իր ազգությունը դա երբեք չի կատարվելու ինչու որովհետեւ մենք այստեղ ենք դեռ այս միկրոֆոնը որ խոսում է իմացեք որ իմ նախնիները երկնքից են խոսում ոչ թե ես եմ խոսում ամեն մեկը ձեզ հաշիվ տվեք լինելու մտավորական բարձրազնվական լինելու հասարակության մարդ եւ ձեր անձը ոչինչ համարելով սա է քրիստոնեական բարձրագույն արժեքը եւ այդ արժեքին մենք շատ լավ ծանոթ ենք